Թող փառավորվի մեր Տեր Հիսուս Քրիստոսը, սիրելի Աստծո ժողովուրդ, որ մեզ կրկին ու կրկին խորան բերեց, որ այս սերտողություններով կիրակրենք եւ մեր հոգին եւ կիրակրենք համացանցով մեզ լսողներին եւ հոգեվոր կրթություն ստացողներին։ Ամեն, որքան Աստծո խոսքը շատ մտնի, այնքան մեղքի մարմինը կփտի ու կփչանա եւ կհեռանա եւ տեղը կզիջի մեր փառած Հիսուս Քրիստոսին, որ նա լիուլի թագավորի եւ կառավարի ձեր կյանքը։ Ամեն։ Նա պիտի մտածի, նա ծրագրավորի, նա գործնականը պիտի անի, հաղորդի քեզ ու մարմինը, եթե հոգիդ շունչը ենթակա է Հիսուս Քրիստոսին, մարմինը ինքնաբերաբար ենթարկվում է Սուրբ Հոգուն։ Ամեն։ Եթե հոգիդ շունչը պղծված է եւ աշխարհիկ է, ինչքան էլ ես գիրքը կարդաս, դու հոգով աշխարհի մեջն ես։ Ինչպես Եգիպտոսից դուրս եկած իսրայելացիները Եգիպտոսից դուրս եկան, բայց սրտով Եգիպտոս դարձան։ Սրտները Ղովտի կնոջ նման չկտրեցին Եգիպտոսից։ Ամեն, դրա համար մեռան ու խոստացյալ երկիր Քանան չմտան։ Նույն սրած նման են քրիստոնյա կոչված աշխարհիկ աղանդավորներ։ Ամեն։ Սրտ անունով քրիստոնյա են, բայց գործերով հեթանոսից մեծ պղծությունների մեջ են։ Նրանք Քանանը չեն տեսնի, կմնան մորթվելու եւ բնաջնջվելու։ Ամեն։ Իսկ մենք չենք ուզում, որ այս փոքրիկ հոտը մնա մորթվելու։ Անկամ մի կճղակ Մովսեսի ասած, մի հոգի եթե տաճարի մեջ է ու թեկուս կրիայի պես է աճում, ձգտենք ան որ կաղա չխոտորվի, ապա ելնի, վազնի ու հափշտակության արժանանա։ Սա է նպատակը, որ սնում ենք, հանդիմանում ենք, սաստում ենք, խրատում ենք Տիրոջ օգուզորությունով, որ ան որ կաղա չխոտորվի, այլ մանավանդ բժշկվի։ Ուրեմն այսօրվա սերտողությունը հասել ենք Եսայա 42-րդ գլուխը։ Աստծոյ ծառան Մեսիան իր հեզությունով հեթանոսներին լույս եւ կույր ժողովրդին առաջնորդ։ Ուրեմն Աստծո ծառան, որ հին հանած Քրիստոս ակած Հիսուսի լման ասագն ունեցած է, իր հեզությունով պիտի լույս ծառայի հեթանոսին։ Ամեն։ Սովորեք իզմե, որ հեզ եմ ու սրտով խոնար։ Ուրեմն այս գլուխը, ինչը որ վերաբերվում է մկրտված սրբին, առաջինը վերաբերում է Հիսուս Քրիստոսին, ետքը օրինակն է մկրտված հաղթած սրբերին։ Ամեն։ Մկրտվածին, անգամ հոգով լեսված, ամենահասուն սարկավագին ավակ էլի վերաբերվում է, որ ինքը եկեղեցում Հիսուսի դերն է կատարում որպես առաջնորդող սպասավոր հովիվ։ Ամեն։ Սպասավոր ավակ սարկավակ հովիվա թե մկրտված հաղթած եպիսկոպոս այս վարքագիծը պիտի ունենա։ Ամեն։ Դե հիմա բոլորը թող համացանցով մեզ լսող քրիստոնյա աղանդավորները լսեն ու քննեն իրենց հովիվներն ունեն այդ վարքագիծը։ Ուրեմն իրանք էլ են ճշմարիտ քրիստոնյա, անում են այն գործերը, ինչ Հիսուսը արավ, վերջ, կարանը տենել մնան։ Իսկ եթե այդպես չէ, պիտի փախնեն եւ գտնեն Ֆիլադելֆիայի նման սուրբ անարատ հոտ, ճշմարիտ ծնունդ ստանալով արժանանան հափշտակությանը, որտեղ վերջին օրերն են ապրում։ 42-րդ գլուխ։ Ահա իմ ծառան, որին ես հաստատել եմ, իմ ընտրածը, որին հավանել է իմ հոգին։ Պատկերացնեք, պետք է հաստատի ու հավանություն տա քո գործերին, քո մտքերին։ Ես իմ հոգին դրել եմ նրա այդ հոգով մկրտված հաղթած քրիստոնյայի։ Առաջինը Քրիստոս, ետքը հոգով մկրտված ու հաղթած կամ հոգով լեսված ավակ սարկավակ կամ հոգով մկրտված երեց կամ հոգով հաղթած եպիսկոպոս նույնն։ Ամեն։ Իրեքին էլ կարակ վերագրեք եւ ստուգեք։ Ես իմ հոգին դրել եմ նրա վրա, նա իրավունք պիտի հանե ազգերի համար։ Նա չի աղաղակիլ, տեսեք, հովիվների ամենամեծ աղթը աղաղակելն է, կոպտելն է։ Նա չի աղաղակի եւ ձայնը չի բարձրացնիլ եւ իր ձայնը լսել չի տալ դրսումը։ Սա գրված է նաեւ Մատթեոս ավետարանում, որին հավանել է Տիրոջ հոգին, որ էլի վերաբերվում է հովիվներին։ Նորից կարդամ, նա չի աղաղակիլ եւ ձայնը չի բարձրացնիլ եւ իր ձայնը լսել չի տալ դրսումը։ Ջախջախված եղեգը չի փշրիլ, տեսեք, այս ջախջախված եղեգը շատերը մտածում են հովիվն է, բայց ջախջախված եղեգը եկեղեցու ամենատկարն է, որ մարելու վրա է։ Նա մարելու վրա եղածներին վեր կհանի։ Այն որ հայայ արդեն կորչվում է այդ գառնուկը կգրկի եւ կզորացնի, ամեն։
Ուշադիր եղեք, որտեղ աղանդավորները սխալ են մեկնում։ Ջախջախված եղեկը չի փշրիլ։ Տկարին ավելի տկարացնի պոզերով բոթի եւ սպանի։ Եվ արկածյալ հանգչող պատրույքը չի հանգցնիլ, հապա կվառա եւ ավելի բոցավառ կսարքի իր կյանքը օրինակ ցույց տալով այդ գառնուկներին։ Ինչ ասում Պետրոսին, հոտերի տկարների վրա մի տիրեք, հապա հոտին օրինակ ծառայեք, ամեն մի իշխեք ձեր պոզերով վնասեք։ Ջախջախված եղեկը չի փշրիլ եւ արկածյալ պատրույքը չի հանգցնիլ, իրավունքը պիտի դուրս բերե ճշմարտությամբ, ովքեր իրավունքի կողքին են ու հալածում են, նրանց կողքին պիտի կանգնի ու զորացնի, ասի ճիշտ է այս տկարա, թեև աղքատա, տկարա, բայց ճիշտ է, ամեն, ոչ թե գնա հարուստ, փառասեր ծռվածների հետևից կամ քանակին նայելով արդարները սպանի, ամեն։ Ուրեմն չենք նայում մարմնավոր քանակին, նայում ենք հոգևոր սուրբ քանակին, թեկուզ 2 հոգի են, դուք կանգնի նրանց կողքին, դուք 3-ով ավելի մեծ գործ կկատարեք, քան թե նրանք 300-ով, ամեն։ Որտեղ նրանք կանաստված են, իսկ դու Աստծո կողքին կանգնած եւ Աստծո համար հալածվում ես, ամեն։ Ջախջախված եղեկը չի փշրիլ եւ արկածյալ պատրույքը չի հանգցնիլ, իրավունքը պիտի դուրս բերե ճշմարտությամբ։ Նա չի տկարանալ, ալելույա, չի վանդանալ, լսացիք, թե հոգով, թե մարմնով, նա չի տկարանալ եւ չի թուլանալ, ալելույա, մինչեւ որ հաստատե իրավունքը երկրի վրա եւ կղզիները հեթանոս երկրում բնակվող մարդիկ սպասում են նրա օրենքին։ Կտակարանում ասում է հույս են դնում նրա կատարած դատի վրա, նրա առաջնորդած եկեղեցու վրա, նրա ամեն մի բառին հույսով սպասում ու հավատում են, ամեն, որտեղ տեսնում են ինչը քարոզում է, դրանից ավելն էլ ապրում է, ամեն, փառավորվի Քրիստոսը։ Այսպես է ասում Տեր Աստվածը, որը ստեղծեց երկինքը եւ նրան տարածեց, որ ընդարձակեց երկիրը եւ նրանում բուսածը, որ շունչ է տալիս նրա վրա եղող ժողովրդին եւ հոգի նրա վրա գնացողներին, ալելույա։ Ես Աստված է խոսում, ես Տերս կանչել եմ քեզ, ով մկրտված ու հաղթած սուրբ, ով ասում քրիստոնյա, սա քեզ ասում Տիրոջ օքին, ես Տերս կանչել եմ քեզ, մորդ որովայնից ընտրել եմ քեզ, դեռ մորդ որովայնում Երեմիա չկայիր, ես գիտեի քեզ, ամեն, ես քեզ ազգի սրբել եմ եւ ազգերին մարգարե եմ դրել։ Սա հասկացի, որ դու մորդ որովայնում ոչնչություն էիր, բայց արդեն ծրագիրն ուներ, որ ըստ ինչ մտածես, ինչ ծրագրավորես, ինչքան բարի բաներ անես, հասկանաս ոչ թե դու ես այ որդուկ, սատկած ворդ, հապա Հիսուս Քրիստոսն է ծրագրե, կազմե, լույս աշխարհ բերե, տվե փող, տվե փառք, տվե հնարավորություն, տվե ամեն ինչ, որ դա 10 Տիրոջ անունը փառավորես, ամեն։ Ես Տերս կանչել եմ քեզ արդարությամբ եւ բռնում եմ քո ձեռքը եւ քեզ պաշտպանում եւ քեզ պիտի ժողովրդի ուխտ շինեմ եւ ազգերի լույս։ Յուրաքանչյուր հասուն քրիստոնյային ավերաբերվում ազգերին լույս եւ քեզ պիտի ժողովրդի ուխտ շինեմ եւ ազգերի լույս։ Կույրերի աչքերը բանալու, տեսեք ով իսկական գործը, Պողոս քեզ ուղարկում եմ կույրերի աչքերը բանալու, տեսեք Սուրբ Օքին նույնն է երեք այսօր եւ ավիճան։ Եսայու բերանից խոսում, Ղուկասի բերանից է խոսել ու գրել գործ կառաքելոցում։ Պողոս քեզ ուղարկում եմ կույրերի աչքերը բանալու, խավարազներին լույս տալու, սատանայի թագավորությունից մարդկանց Աստծո թագավորություն բերելու։ Ամեն։ Նույնը տեսեք Եսային ինչ ասում, Տիրոջ Օքին Եսայու բերանից։ Եվ քեզ պիտի ժողովրդի ուխտ շինեմ եւ ազգերի լույս, կույրերի աչքերը բանալու, բանտարկյալներին բանտից անելու եւ կապանքի տանից խավարի տանը նստողներին, ալելույա, լույս տալու, ազատագրելու։ Ես եմ Եհովան, սա է իմ անունը, եւ ես իմ պատիվը ուրիշին չեմ տալ եւ ոչ իմ փառքը կուրքերին։ Ամենառաջինը
կռապաշտ երեսներին, որ մարդկաց թաթիկներ եք պաչում և նրան երկրպագում, որ դուք ձեր վարձկան հովիվներին եք ապավինում, դուք կռապաշտ եք ու բնաջինջ կլինեք, Աստված նրա հետ գործ չունի։ Նորից եմ կարդում, ես եմ Եհովան, սա է իմ անունը, և ես իմ պատիվը ուրիշին չեմ տալ, և ոչ իմ փառքը կուռքերին։ Առաջի բաները ահա կատարվել են, և նորերը ես եմ պատմում, Աստված, նրանք դեռ չբխած ձեզ իմացնում եմ։ Իսկական Աստվածը նա է, որ գալիքի է ասում է ու կատարվում է, և իսկական Աստծո մարգարեն նա է, որ ինչ ասում է քո վրա կատարվում է, թեկուզ մեկից ուշ, որտև Տերը երկայնամիտ է, ուզում է, որ դու ապաշխարես ու բնաջինջ չլինես։ Ուրեմն 10-ից մինչև 13-ի վերջը խոսում է հազարամյակ, 1-ից մինչև 9 խոսեց Հիսուսի և մկրտված ու հաղթած սրբերի վարքագծի մասին, կարակ գրեք մկրտված սրբերի վարքագիծը, ամեն, 10 իմա, 10-ից մինչև 13-ը գրեք հազարամյա թագավորություն։ Տիրոջը նոր երգեցեք, նրա գովությունը երկրի ծայրերիցը, ով ծով իջնողներ և նրան լցնողներ, ով կղզիներ և նրանց բնակիչներ, ձայները բարձրացնեն անապատը և նրա քաղաքները, այն գյուղորայք, ստե տպագրական թերություն է, շտկեք, այն գյուղերը, որ բնակվում է Կեդարը, բարձրաձայն աղաղակեն Վիմա քաղաքի բնակիչները, սարերի գագաթիցը ցնցան, էսի բոլորը հազարամյակում պիտի լինի, պատիվ մատուցանեն Տերոջը և նրա փառքը պատմեն կղզիներումը, Տերը դուրս է գալու հզորի պես, պատերազմի մարդի պես գրգռելու է իր նախանձը, աղաղակելու ու նաև բարձրաձայն գոչելու է և հաղթող է հանդիսանալու իր թշնամիների վրա։ Հիմա 14-ից մինչև 15-ի վերջը գրեք մեծ նեղություն, 10-ից մինչև 13 հազարամյա թագավորություն, 14-ից 15-ի վերջ մեծ նեղության դեպքերն է։ Ես վաղուց լռել եմ, հանդարտ էի, և ինձ զսպել է, եսի Աստված է խոսում, բայց հիմա ծննդկանի պես պիտի գոռամ, շունչ պիտի առնեմ և շնչեմ էլ, սի Աստված է խոսում, ավերակ պիտի անեմ սարերն ու բլուրները, երբ մեծ նեղության մեջ, որ բոլոր աշխարհը բնաջինջ է լինելու, ավերակ պիտի անեմ սարերն ու բլուրները, և նրանց բոլոր խոտը պիտի չորացնեմ, և գետերը կղզիների պես ցամաք պիտի շինեմ, և լճերը պիտի ցամաքեցնեմ, մեծ նեղություն, գրեք, 16-ից մինչև 16-ի մինչև վերջը գրեք հազարամյա թագավորություն, 16-ը ցելի, և կույրերին պիտի ման ածեմ իրենց չգիտած ճանապարհովը, նրանց չգիտած շավիղներովը առաջնորդելու եմ նրանց առաջին խավարը լույս եմ դարձնելու, դար ու փոսը հավասարի հարթահատակ ճանապարհի, այս բաները պիտի անեմ սրանց և նրանց պիտի չձգեմ, ամեն, հազարամյա թագավորություն, ետ պիտի քաշվին, տեսեք ստեղ կռապաշտ իսրայելացիների մասին է խոսում, կարակ նշեք, ետ պիտի քաշվին կռապաշտ իսրայելացիները և մեծապես ամչնան կուռքին հուսացողները, հետի նաև կռապաշտ հեթանոսները, մեր բոլոր մարմնավոր հարազատները, մեզի շրջապատող հեթանոսներն ու կրոնավորները, սի բոլորին է վերաբերվում, և պիտի քաշվին և մեծապես ամչնան կուռքին հուսացողները, որ ասում են ձուլածոյին, կուռքին, դուք մեր աստվածներն եք, ինչքան անխելքներ կան, չէ խաչը պոչում են, խաչ ջան մեզի փրկա, խաչյալն է փրկիչը, ոչ թե փայտից կամ ոսկուց խաչ, որ ասում են ձուլածոյին, դուք մեր աստվածներն եք, ով խուլեր, էսի էլի կռապաշտ Իսրայելն է վերաբերում, ով խուլեր, լսեցեք,
Եվ ով կույրեր, նայեցեք որ տեսնեք, ով է կույր բացի իմ ծառան, դե կրոնավորի կուրությունն ավելի մեծ է, ով է կույր բացի իմ ծառան, եւ խուլ իմ ուղարկած դեսպանի պես, ով է կույր նվիրյալի պես, եւ կույր տիրոջ ծառայի պես, կրոնավորը, սուտ քրիստոնյային, շատ բաներ ես տեսել, ով կռապաշտ Իսրայել, ով մարմնավոր քրիստոնյա հավատացյալ, երկուսին էլ գնում է, շատ բաներ ես տեսել, բայց բան չես պահել, մեջդ բան չի մնացել, ոնց ջուրը մտետ էլ կորել է, շատ բաներ ես տեսել, բայց բան չես պահել, ականջներդ բաց են, բայց չես լսում, Աստծո խոսքը չես լսում ու պահում, լսում ու մոռանում ես ինչ օգուտ, լավ էր ես համարը, շատ բաներ ես տեսել, բայց բան չես պահել, ականջներդ բաց են, բայց չես լսում, ահա Տերը հավանեց նրան իր արդարության համար, օրենքը մեծացրեց եւ փառավորեց, ինչ հավանեց, Տերը հավանում է ինչին, իր օրենքին, նաեւ իր օրենքը կյանքի ձվեր դասողներին ու պահողներին, ամեն, նորից կարդամ, Տերը հավանեց նրան, գրեք, օրենքը եւ պատվիրաններին, օրենքին եւ պատվիրաններին Տերը ամենաշատ հավանությունն է տալիս, դրա համար ասում ես ու դու լինենք սուտ օրենքը մնա գերագույն, օրենքը լինի ճիշտ, թագավորող եւ կառավարող, Տերը հավանեց նրան իր արդարության համար, օրենքը մեծացրեց եւ փառավորեց, բայց նա կռապաշտ Իսրայելը, մարմնավոր քրիստոնյաները, բայց նա հափշտակված եւ կողոպտված ժողովուրդ է, նրանք ամենքը որոգայթի մեջ ընկած փոսերում եւ կալանած տան մեջ թաքնված են, կալանած տունը գիտեք իշտա, դևերից կալանավորված են, մեղքի կալանքի տակ են, ցավի կալանքի տակ են, ռակ են, շաքարախտ են, բորոտ են, ամեն, կալանքի տակ են, դիվային կապանքների, բայց նա հափշտակված եւ կողոպտված ժողովուրդ է, նրանք ամենքը որոգայթի մեջ են ընկած փոսերում եւ կալանած տան մեջ թաքնված են, նրանք հափշտակվեցան եւ ազատող չկա, բոլոր գառները հիվանդ ու գերի են, բայց ոչ մի հովիվ չի կարում գնա ազատի, որտեղ հովիվն ավելի մեծ դիվահար ու կալանքի տան մեջ նստած, կալանավորը կարա, կալանավորին ազատի չի կարա, կալանքից դուրս եղող մարդը պետք է ծրագիր կազմի ոնց բերդից հափշտակի իր զավակին կամ իր դուստրին, ամեն, իսկ եթե մեկը Պետրոսը կալանքի մեջ էր, նրա համար դրսի մարդիկ էին, չէ աղաղակում, նրան համար դրսից էին ջանք թափում կալանավայրից փրկեն, իսկ կալանքի տակ եղածը չի կարա կալանքի տակ եղած իր դուստրին փրկի, միայն աղոտ կանի, նրանք հափշտակվեցան եւ ազատող չկա, կողոպուտ եղան եւ ասող չկա, թե ետ դուր, ոչ ոք չի գնում պահանջի թշնամու ձեռքից, ձեզանում ով կույր առաջնորդեր, կույր իսրայելացիներ, ձեզանում ով կա, որ սրան ակաշ դնե, ուշադիր լինի եւ լսե հետագայի համար, ով մատնեց Հակոբին հափշտակելու, Աստված թույլ տվեց թշնամիները եկան, ով մատնեց Հակոբին հափշտակվելու եւ Իսրայելին կողոպտիչներին, չէ որ Եհովան, նա որի դեմ մեղանչեցիք, դե թոսա որի առաջին սուրբ կյանք ապրեցիք դրա համար կողոպտվա, չէ որ Եհովան, նա որի դեմ մեղանչեցիք եւ չկամեցան նրա ճանապարհներով գնալ եւ որի օրենքը չլսեցին, մերժեցին, ոտի տակ տվին, Տերն էլ մատնեց թշնամու ձեռքը, սատանայի ձեռքը, կապ չունի մարմնավոր թշնամի թե հոգևոր թշնամի, եւ նա Աստված թափեց նրա վրա իր բարկության բորբոքումը եւ պատերազմի ուժգնությունը եւ ամեն կողմից նրան վառեց կեղծ քրիստոնյային, կեղծ հրեային եւ ամեն կողմից նրան վառեց, բայց նա չիմացավ եւ նրան այրեց, բայց նա իր ուշքը չդարձրեց, ամեն, խելքի չեկավ, էլ քո որտեղին ասում ես զարկեմ որ խելքի գաս,
Մացերա բնաջնջը մտածել դժոխք կգնաս, ամեն։ Այսքանով ավարտեցինք Եսայա 42-րդ գլխի սերտողությունը, ամեն։ 43-րդ գլուխ Աստված իր խոստման նամեմատ փրկում է իր ժողովուրդը և շնորհքով ներում նրա մեղքերը 43-րդ գլուխ Եվ հիմա այսպես է ասում Տերը քո ստեղծողը ով Հակոբ և քո արարիչը ով Իսրայել մի վախենար որովհետև ես քեզ փրկել եմ քո անունով կանչել եմ թե դու իմն ես երբ ջրից տասնես ես քեզ հետ եմ և եթե ետերովը նրանք քեզ չեն ողողիլ երբ գնաս կրակի միջովը չես այրվիլ և բոցը քեզ պիտի չվառե որովհետև ես Տերս քո Աստվածն եմ Իսրայելի Սուրբս քո փրկիչն եմ ես Եգիպտոսը քեզ տեղ փրկանք եմ տվել Եթովպիան և Սաբան քեզ տեղ փոխարեն որովհետև իմ աչքին պատվական երևցար պատիվ գտար և ես քեզ սիրեցի և քո փոխարեն մարդը պիտի տամ և ժողովուրդները քո հոգիի փոխարեն մի վախենար որովհետև ես քեզ հետ եմ քու սերունդը արևելքից եմ բերելու և ես արևմուտքիցը ժողովելու եմ քեզ ասելու եմ հյուսիսին տուր և հարավին թե մի արգելիր բեր իմ որդիներին հեռվից և իմ աղջիկներին երկրի ծայրերիցը ինչ ասում որ ամեն տեղ ես քեզ հետ եմ չվախենաս քո տեղը ամբողջ Եգիպտոսը ջնջել եմ մի Եզեկիայի և Եսայու աղոթքով 185,000 զորքի բնաջնջեց մի գիշերում որ ապացուցեր Եզեկիայի ու Եսայի ու Աստվածը իրենց ամոթով չի թողնի իրեն ապավինողը չի ամաչելու ամեն բոլոր իմ անունով կանչողներին և որոնց ես ստեղծել եմ իմ փառքի համար սա սրբերն են նրանց կազմեցի և արիել նրանց հետ կատարվող ամեն մի բան իմ ծրագիրն է նրանց գլխից մի մազը առանց իմ օգուրամանի չի ընկնի ամեն նրանց դիպչող իմ աչքի բիբինա դիպչում չեն կարա դիպչեն կբնաջնջեն բոլորին անգամ մինչև մոտիկանալը կզարկվեն ու կմեռնեն ինչպես եղավ Սենեքերիմի մի զորքին և Ռապսակը խայտառակ ելավ իսկ Եզեկիան ու Եսային որ ապավինել էին Տիրոջը բարձրացան ամեն 8-րդ խոսք հանեցեք կույր ժողովրդին նոր թարգմանության մեջ ավելի պարզագրած դուրս բերեք կույր ժողովրդին որ աչքեր ունի և խուլերին որ ակաժներ ունին բոլոր ազգերը ժողվին մեկտեղ և ժողովուրդները հավաքվին ով կա նրանցում որ սա իմացնե և առաջին բաները մեզ լուր տա թող բերեն իրենց վկաներին որ արդարանան և մարդիկը կլսեն և ասեն ճշմարիտ է դուք եք իմ վկաները ասում է Տերը ալելույա սա Հիսուս Քրիստոսն է Եհովան է մենք իրա Եհովայի և Հիսուս Քրիստոսի վկաներն ենք հայրը որդու մեջ ու որդին օր մեջ երկուսը մի են և Սուրբ Հոգին երկուսի մեջ երրորդությունը մի է ով որ կտարանջատի նզովյալ լինի ամեն դուք եք իմ վկաները ասում է Տերը դե չի ասում Եհովան ստե Տեր Աստված վերջ համ Հիսուս տա Տեր համ Սուրբ Հոգին ա Տեր համ Եհովա հայրն ա Տեր երեքը մեկի մեջ մեկը երեքի դուք եք իմ վկաները ասում է Տերը և իմ ծառան որին ես ընտրել եմ որպեսզի գիտենաք և հավատաք ինձ և հասկանաք որ ես եմ ինձանից առաջ մի Աստված չկազմվեցավ և ինձանից հետո չի լինելու վերջ նույն Աստվածաշուչն է երեք այսօր և հավիտյան անփոփոխ ես եմ Եհովան կարաստ է լինի ես եմ Հիսուս Քրիստոսը կարաստ է լինի ես եմ Սուրբ Հոգին ամեն ես էմն եմ ամեն ես եմ Եհովան և ինձանից ջոկ փրկիչ չկա իսկ գործում գրված է որ Հիսուսի անունից
Ենկոմ էլ փրկիչ չկա, ամեն։ Ես եմ Եհովան, եւ ինձանից ջոկ փրկիչ չկա։ Ես իմացրի ու փրկեցի եւ լուր տվի, եւ մի օտարը չկար ձեր միջումը։ Եվ դուք իմ վկաներն եք ասում է Տերը, որ ես եմ Աստվածը, նաեւ վաղուց ի վեր ես նույնն եմ, Քրիստոս նույնն է երեք այսօր եւ ավիտյան։ Եբրայեցիս 13:8, տեսնում եք, նույնը ստեղ ասում։ Նաեւ վաղուց ի վեր ես նույնն եմ, եւ չկա իմ ձեռքից փրկող։ Ես որ գործեմ, ով է որ արգել է, հա ինձով կարա արգելա։ Ես եմ ամեն բանի մեջ, ես եմ ալֆան ու օմեգան, ես եմ սկիզբն ու վերջը, ամեն։ 14-րդ խոսք։ Այսպես դրա համար ան բան չեն գրում ենթավերնագիր, որտեղ խառը կոնտեքստներ, ամեն։ Հաթաթ բարեբար պիտի հասկանանք սրանք։ Այսպես է ասում Տերը, ձեր փրկողը Իսրայելի Սուրբը, ձեր պատճառովն ուղարկեցի Բաբիլոն, ձեր մեղքերի պատճառով եմ ուղարկել, դա ինձ տհաճ տեղ էր, զզվելի էր, բայց դուք արժանացաք, դու փորձեցիք ինձ, ասեցիք հələ կաղնի մեղք գործենք, տեսնենք նորից Եգիպտոսի նման մեծ գերություն կտա, Եգիպտոսից մեծ գերության հանդիպեցաք։ Այսպես է ասում Տերը, ձեր փրկիչը Իսրայելի Սուրբը, ձեր պատճառով կարա գրեք ձեր մեղքերի պատճառով, որ հասկանաք իշտ էր իրաց պատճառը, ձեր մեղքերի պատճառով ուղարկեցի Բաբիլոն եւ նրանց ամենին ամենեց սաղ ժողովրդին ցած իջեցրի իբրև փախստականներ եւ քաղդեացիներին իրենց ցնծության նավերով, քաղդեացիներն եկան եւ իրենց ցնծության նավերով վերջը տարան Բաբիլոն ձեզի։ Ես եմ Եհովան, ձեր Սուրբը, Իսրայելի ստեղծողը, ձեր Թագավորը, այսպես է ասում Եհովան, որ ծովումը ճանապարհ է շինում, ծովը պատռում եւ անցկացնում է իր ժողովրդի համար, որ ծովումը ճանապարհ է շինում եւ զորավոր ջրերի մեջ ուղի, Մովսեսը ոնց Տիրոջով բացեց ու ժողովուրդը ոտքով անցան Կարմիր ծովը, որ դուրս է բերում կառքը ու ձին եւ զորքը ու ուժը, միասին կպարկեն, բայց վեր չեն կենալ, ինչ է լավ, եգիպտացիների կառքերը, զինվորները, ուժայինները մնացին Կարմիր ծովում եւ խեղդվեցան։ Սա է ասում, որ դուրս է բերում կառքն ու ձին եւ զորքն ու ուժը, ուժայինները, միասին կպարկեն, բայց վեր չեն կենալ, նրանք պատրույգի պես կհանգչեն ու կանցնեն, բնաջինչ կլինեն։ Առաջինները մի հիշեք եւ հին բաները մի մտաբերեք, խինը ով հիշում է, ինքը եսասեր է, եթե հիշում է չարանալու համար, ոչ թե հիշում է ասում փարտ տալու համար, ամեն։ Ինչի համար ես հիշում հին գործերը, մարդկանց հին մեղքերն չես հիշում, հիշում ես որ չարանաս, եթե դու հիշում ես որ ասում փարտ տաս իշտական քեսել է, քո հինը հիշի դե, ամեն, իմ հինից ինչ գործ ունես, քո հինը ինձանից լավն է, իմ ունից, ոչ դու իրավունք չունես իմը հիշես, որտեղ Աստված ասում է դու հին անցյալ չունես, նորն եմ տվեք է, դու ով ես ով մարդ արարած, որ հիշում ես իմ հինը, քոնը հիշի, այ անբարոյական, այ պիղծ, այ լայլասերված, այ մարդասպան հրեշ, քոնը հիշի, որ փարտ տաս Տիրոջը, ոչ թե իմը հիշում ես, որ տրտնջաս եւ ասուդեմը հանցավոր լինես, ամեն։ Առաջինները մի հիշեք եւ հին բաները մի մտաբերեք, ահա ես նոր բան եմ անում, գնաց հազարամյակ, 19-ից մինչև 21-ի վերջ գրեք հազարամյակ, 19-ից 21-ի վերջ հազարամյակ, ահա ես նոր բան եմ անում, հիմա կհայտնվի, միթե չեք իմանալ, նաև մի ճանապարհ եմ շինելու անապատումը, ամայի տեղերումն էլ գետեր, անապատը Բուրաստան կդառնա, գետեր կբխեն, վերջը պարարտ երկիր կդառնա երկիրը։ Ինձ Աստված ասում, պիտի փառավորեն դաշտի գազանները, չագալները եւ ջայլամները, որովհետեւ ջուրը պիտի տամ
անապատումը, բարա գետեր ամայի տեղերումը, իմ ընտրյալ ժողովրդին խմեցնելու համար, ալելույա, այն ազգը, որ ես կազմել եմ ինձ համար, պիտի պատմե իմ օրհնաբանությունները, ալելույա, հազարամյա թագավորություն, գրեք 19-ից մինչև 21-ի վերջ, բայց ոչ թե ինձ կանչեցիր, Աստված ասում կույր Իսրայելին, բայց ոչ թե ինձ կանչեցիր, ով Իսրայել, ով այսօրվա մարմնավոր քրիստոնյաներ, ով Հակոբ, բայց ոչ թե ինձ կանչեցիր, ով Հակոբ, այլ դու ինձանից ձանձրացար, ով Իսրայել, դու ինձ համար չես բերել քո ողջակեզների ոչխարները, ու մորերս ես չգիտեմ, դա իմ համար չէ, որ պղծությամբ ես արել, դևերին ես զոհել, ոչ թե ինձի։ Դու ինձ համար չես բերել քո ողջակեզների ոչխարները և քո զոհերովը չփառավորեցիր ինձ։ Ես քեզ չծառայեցրի ընծայով և քեզ չվաստակեցրի կնդուկով։ Մի խոսքով ինչ արել ես իմ համար չես արել, դևերին ես արել։ Դու ինձ համար արծաթով խնջեղեգ չես արել և քո զոհերի ճարպովը ինձ չես կշտացրել։ Արել ես, բայց իմ համար չես արել, իր համար ես արել, եթե քո ուզած ճանապարհներով ես արել, եթե զոհասեղանի քարերը տաշմշե փոխել ես, էլ իմ համար չես արել, թեկուզ բերե այդել ես։ Ինչ օգուտ, որ դու իմ օրենքը խախտելով ես արել։ Եվ քո զոհերի ճարպովը ինձ չես կշտացրել, այլ դու ինձ նեղացրել ես, այդ բան, որ դու մտածում ես, թե իմ կողմն ես կատարում պաշտամուն գնալ գալով, բայց մեղ գործելով, դու ինձ վշտացնում ես և կրկին խոցեր ես պարգևում, ամեն։ Դու ինձ նեղացրել ես քո մեղքերովը, այսա, ես զզվել եմ ասումա ձեր ճարպերից, դուք ձեր ձեռքերը տարածում եք, ես գարշում եմ ձեզանից։ Այլ դու ինձ նեղացրել ես քո մեղքերովը և ինձ վաստակեցրել ես քո անօրինեությունովը։ Այն օրը Տերը պիտի ասե, ես ձեզ չեմ ճանաչում, մեկդի գնացեք ինձանից, ով անօրինեություն գործողներ, նույնը Մատթեոսն է հաստատում։ Այլ դու ինձ նեղացրել ես քո մեղքերովը և ինձ վաստակեցրել ես քո անօրինեությունովը։ Ես եմ, որ ջնջում եմ քո հանցանքները իմ պատճառով, իմ շնորհքի պատճառով, իմ այրան շնորհիվ, այ ոչնչություն։ Հələ մինչև իմի խաչում ես ու վերքեր ես տալիս, ինչքան օրհնյալ է գրուկ։ Ես եմ, որ ջնջում եմ քո հանցանքները իմ պատճառով և քո մեղքերը չեմ հիշում, բայց դու չես ուրիշին հիշում, այ ոչնչություն։ Հիշեցրու ինձ, միասին դատվենք, հələ ասատենամ ինչ եմ վատ բան արել, արի հələ։ Ինչ լավ բան ես դու արել և ինչն եմ ես վատ արել, խայտառակ կլնենք, անգար չնստեք դատաստանի, կլնեք ու ամոթար կփախնեք։ Հələ տեսեք ինչ արել Հիսուսը մեզ, ինչ ենք ամեն օր տալում Հիսուսին։ Հիշեցրու ինձ, միասին դատվենք, որպես մանուկի է խոսում, ան գրագետ տխմարի։ Իրոք դեմները, ասու դեմը մենք ենքան տխմար ենք մեզի պահում, որ ուզում է մեզի ամաչեցնի գոնե խղճահարվենք, խղճալով մեղ կթողենք, հիշեցրու ինձ, միասին դատվինք, դու պատմիր, որպեսի արդարանաս, կեղտոտ լաթիտ պես էդ քո արդարությունը սրբագրա, դու պատմիր, որպեսի արդարանաս, հեշտ է, չէ, վայ, ես արդար եմ, ես լավ եմ, ես բարի եմ, թաղեմ, ես իքտ։ Հիշեցրու ինձ միասին դատվինք, դու պատմիր, որպեսի արդարանաս, քո նախահայրերը, մեղ գործեցին, նախ պապից արի, գնա Ադամ, քո նախահայրերը մեղ գործեցին, և քո բարեխոսները, քո անունով առաջնորդները, որ սրբի տեղիր դրե, ապստամբեցին ինձ դեմ, այսօրա վարսկան հովիվները ապստամբ ու թշնամի են աստուն, դրա համար աղոթում են, որ բուժվի դիվահարվումը։ Քո նախահայրերը մեղ գործեցին և քո բարեխոսները ապստամբեցին ինձ դեմ, և ես պիղծ համարեցի սրբարանի իշխաններին, այսօրվա վարսկան հովիվներն են, ես քրիստոնյա կոչված, և ես պիղծ համարեցի սրբարանի իշխաններին, և Հակոբը նզով շինեցի և Իսրայելը նախատինք։ Այսօրվա աղանդավոր ժողովուրդը ցավերի մեջ
անեսքիթե մեջ ու սաղորդ հուքումուր ու նախատինք են կրում, ամեն, թող փառավորվի Քրիստոսը, յուրաքանչյուր քույրս եղբայրս թող լսի ու արթնանա եւ աղանդավորական կրոնավոր ցանցերից փակ չեն։ Այսքանով ավարտեցինք Եսայա 43-րդ գլխի օրհնյալ սերտողությունը, ամեն։ Մնաք Տիրոջ անմարելի սիրո եւ խաղաղության մեջ, ամեն։